Այս խնդիրը արդեն 6-7 տարի, 8 տարի չգիտեմ, այս վիճակն է մեզ մոտ։ Ստեղից սենց այս գնում է ընդհանուր ամբողջ տարածքով այս կեղտաջրերը գալի մագիստրալը սենց իջնում է ներքև դեպի փողոց։ Ուրեմն վնասված է այսքան տեղը ինձ թվում է, որտեղ խցանում որ լինում է, այն մասը խցանում է լինում, այս մասից ջրերը գետնի տակով գնում, բակով գնում, այտենց լցվում է նկուղը ու իմ սենյակի տակը։ Եղածս այս լուկից այն լուկը 10-13, նու ամենաշատը գցում եմ 15 մետր է։ Գույնը ինչ որ մեկը օգնի, այս փոխվի, որտեղ լրիվ փտել է։ Այդ կեղտաջրերը գնում են տանտակը։ Խեղդվում ենք այդ կեղտահոտերից, գարշահոտերից։ Դիմել եմ Վիոլա ջուր քանի տարի։ Լրիվ կատեգորիկ հրաժարվում են։ Մենք չենք անում, մերը չի դա։ Քաղաքապետարան դիմել եմ, մինչև քաղաքապետարան դիմելը գնացի թաղապետարան։ Այնտեղ կոմունալ բաժնի պետի մոտ մտա, խնդրեցի, ասի այս վիճակն է։ Եկան նայեցին, գնացին հաջորդ օրը ես գնացի, մերժեցին։ Մենք ծրագիր չունենք։ Ես չեմ եկել ծրագրով գործ անեք։ Ես եկել խնդրում եմ, որ գույնի սա անեք, ես հարկ եմ ուծում։ Եկեք գույնի այս 10 մետրն է, փոխեք, ջուրը չլցվի մեր տունը։ Խեղդվում ենք գարշահոտից։ Մի տարի, 2 տարի, 7 տարի այս վիճակում ենք։ Չարեցին, դիմում գրեցի քաղաքապետարան, քաղաքապետարանը այդ դիմումը ուղարկեց նորից թաղապետարան։ Նորից գնացի թաղապետարան, այնտեղ նորից մերժում ստացա։ Այնքան եմ զանգե տարիներ շարունակ, անգիր գիտեն այս տարածքը։ Սիմոն Երևանցու 43։ Իմ համարը թող գրվի, որ եթե բարի մարդիկ կլինեն կօգնեն, այս անեն, մենք այս կեղտաջրերից պրծնենք, իմ հեռախոսի համարը նշեք, թող զանգեն ինձ, մի բան ձեռնարկենք, որտեղ էլ հնարավոր չի։ Մենակ դուք եք դժում, թե հարևաններից էլ կան։ Դե բակը ընդհանուր է, ստեյց սենց տակով գալիս մտնում նկուղը։ Տեսեք ինչ ջուր է։ Այս սենյակս իմ ցածր է ստեղից։ Նկուղը ներսը ցածր է։ Մենակ ստեղա բիդոն, այնտեղ հողա, ստե պոլիտակը հողա։ Պատերով լրիվ ջուր է։ Տեսեք ինչ վիճակ է ստեղ։ Տարիներով եկել դաժե քարերը թափում է հիմքից արդեն։ Պատերի ջրերը, սաղ քաշում է հողը, քարից հողից տունը։ Այս մասը նստում է, նայեք։ Կրավաթը վերևից սենց սղալով ինքն իրան իջնում է։ Այստեղ իջնում է։ Այնքան ջուրաքաշ է։ Մի օր փլվելու է, գազի բալոնը ներսը պայթելու են, կոտորվենք։ Տեսեք հենա, այնտեղից ջուրը դուրս է տալի տակով, վրայով։ Ինքը անդադ քաշում է։ Տակից ջուրը անդադ գալիս է, որտեվ անդադ խոնավ է, չի էլ չորանում։ Այս համար, որ մինչև 42 աստիճան ջերմություն էր, այդ բիտոնի ջուրը չչորացավ։ Որ ասի բիտոնը դույնի դրսի բիտոնի նման հայաթի բան լինի, սպիտակ լինի։ Լրիվ ջուր, տակը խոնավ, չի չորանում։ Ոչ ստե, ոչ էլ իմ սենյակի տակը։ Այնտեղ ես խելռում եմ, մանան գիշերը, որ դուր պատուհան փակում եմ, ստիպված հելնում եմ պատուհանները բացում եմ, որ գույնը մի քիչ մաքուր օդ շնչեմ, բրոնխներս բռնվում է այդ հոտից։ Ի վիճակի չեմ շնչելու։ Քաղաքապետարանը ֆոնդ չունի, թաղապետարանը ֆոնդ չունի։ Ես ամեն տարի հարկ եմ ուծում։ Բայց դուք չգաք այդ 10 մետր տրուբեն փոխեք, որ չփլվի բռնես, գիտեք կոնտան վիճակը ոնց է, ինչ ծևի է, սա հողից ու քարից է։ Պարոն Ավինյան, լսում եք ինձ, տեսեք մեր վիճակը ինչ է։ Հեսանդրություններ կլինի, կգաք ասեք, որ ձեզ ընտրենք, ինչի համար ձեզ ընտրեն, որ այս վիճակում ենք մենք ապրում։ Բարի եղեք, գույնե այս հարցը լուծեք, ամբողջ քաղաքն է կեղտաջրերի մեջ, ամբողջ մենակ քաղաք չի, ամբողջ Հայաստանը կեղտաջրերի մեջ է։ Հո տենց չի, ինչ եք, ասում եք ժողովրդի համար անում ենք, ինչ եք անում։ Հա դպրոց մանկապարտեզ եք սարքում, այգիներ եք սարքում, այդ այգիներն էլ եկուց կեղտաջրերի մեջ են լինելու, այդ երեխեքը որտեղ են խաղալու։ Չգիտեմ, արդեն ոչ մեկից հույս չունեմ, որտեվ սա խաբեբա են։ Սա սուտ խոսանեն ղեկավարությունից բռնած միջև իրանց ներքին աշխատողը։ Ճիշտ է, իմ պատերը ջուր չի, բայց ցածր է։ Ես ամառը դաժե սենց պատը ներկեցի, ասի հոտը բանը չքաշի, կապ չունի։ Խեղդվում եմ, ես դե չեմ կարող քնեմ, խեղդվում եմ։
ուժեղ հոտի ժամանակ դիմակ եմ դնում, որ չխեղդվեմ։ Ինչ անեմ, ուրիշ ճար չունեմ։